Վաշինգտոնյան համաձայնությունը շրջադարձային ձեռքբերում էր, որով խաղաղություն հաստատվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ընդգծեց արտաքին գործերի նախարարը։ Տեքստի հրապարակումը կարևոր էր, այն ըստ նախարարի հերքեց մինչև այդ արվող մանիպուլյատիվ պնդումները։ Այսպիսի դրսևորումներ իմ խորին համոզմամբ եւ եզրակացությամբ տեսնում ենք հիմնականում շատ որոշակի տրամադրվածություն ունեցող քաղաքական ուժերի եւ նաեւ նրանց ազդեցության տակ գտնվող մեդիա ռեսուրսների կողմից, բայց ինչեւ է, ցավալի է, բայց փաստ է։ Մեզ մնում է հերթական անգամ առանց դադարելու առիթից առիթ յուրաքանչյուր հարկ եղած հնարավորության դեպքում ցույց տալ, որ այդ ամբողջը կեղծ է եւ մեր հանրությանը մատուցել այն, ինչ իրականում կա։ Խոսքը մեծ ապաշրջափակման մասին է։ Այսինքն հիշենք, Հայաստանը 30+ տարիներ գտնվում էր շրջափակման ներքո եւ հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել կամ եթե իհարկե հարկ լինի կառուցել նոր ենթակառուցվածքներ, հասկանում են, որ ցանկություն առաջանում է երբեմն նեղացնել այս թեման, հանգեցնել Ադրբեջան, Նախիջևան, ուրեմն կապին, բայց մեծ ապաշրջափակման ջանքերը համաձայնեցված սկզբունքների ներքո ներառում են նաև Ադրբեջան-Նախիջևան կապը։ Մոռանում են, որ ենթակառուցվածքները նույն կերպ օգտագործելու է Հայաստանը, կարևորեց նախարարը։ Հանրահռչակված սկզբունքների հիման վրա տեղի կունենա ապաշրջափակում, իսկ հաղորդակցությունը գործելու է բացառապես Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։ Հիշում ենք ամիսների, տարիների խոսակցություններ են մասին, որ այս ենթակառուցվածքներ հանձնվելու են որևէ երրորդ երկրի վերահսկողության, կային երկրներ, որոնք քննարկվում էին որպես թեկնածուներ երկրների, որոնք անվտանգային կամ զինված ուժեր են տեղակայելու այդ ենթակառուցվածքների ուղղությամբ, սիրելի գործընկերներ, սիրելի հանրություն, ահա տեսնում ենք, որ այդ ամբողջը այդ մանիպուլյացիաները եւս հոդս ցնդեցին։ Երբ խոսում ենք խաղաղության ինստիտուցիոնալացումից, պետք է նշել, որ կան դժվար լուծելի հարցեր, հայտարարեց Միրզոյանը։ Որպես օրինակ նշեց Բաքվում պահվող գերիների անհետ կորածների հարցը, խոսեց հարթման ուղղությամբ ջանքերի մասին։ Արտգործնախարարը դա համարեց բարդ, բայց լուծելի խնդիր։ Ընդդիմադիր падգամավորները փորձում էին վիճարկել, որ խաղաղության պայմանագիրը բխում է Հայաստանի շահից։ Եթե այդ այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը այդքան լավն է, դեպքում ինչի ադրբեջանական երկու վերջի առաջարկությունների այդ վերջի կետերի այդ իրանց խմբագրման այդ միանգամից չհամաձայնվեցիք, այլ դա այն բանից հետո համաձայնվեցիք, երբ Ադրբեջանը մոտ 2 ամիս հետակոծում էր Սյունիքի հայկական առնվազն 2 գյուղ։ Ինչ որ մի պահ մենք եկանք այն համոզման, որ այդ հոդվածների հետագա կատարելագործման ուղղությամբ ջանքերը եւ ժամանակը կարող են վտանգի տակ դնել մնացած բոլոր ուրեմն պնդումներով, մնացած բոլոր հոդվածներով ձեռք բերված եւ գրված թղթին հանձնված համաձայնությունները, հետո այդ օրն էլ կգա, սաղ կբացվի, էդ էլ կտեսնեք, լիքը բան, իրանք են մեր այդ համաձայնել, լիքը բան, մենք հələ որ ոչ մեկ չի ասել այդ հրապարակումից հետո, նույնիսկ դուք, վայ տեսեք ինչքան վատ բան կար ասում էինք, էսա այդ թուղթը տեսեք ինչ բա։ Ճիշտ հակառակը, ոնց որ թե այդ պայմանագրի մասին բոլոր չարագուշակ, ուրեմն չարագուժումները դադարեցվեցին գրեթե անմիջապես հրապարակումից հետո։ Չարագուշակ խոսակցությունները չեն դադարել նաև սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների ընթացքում, շարունակեց Միրզոյանը։ Իսկ ո՞րն է պայմանավորվածությունները պահելու երաշխիքը, հարց բարձրացրեց արտգործնախարարը։ Դա մեծ պետության ներկայությունը չէ, այլ փոխշահավետությունը։ Կա մի այլ մանիպուլյացիա, որ Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը ստացավ ոչինչ կամ հանձնեց ամեն ինչ, այն ինչ որ մենք ստացել ենք, մեզ շահավետ է, մեզ ձեռնտու է, մենք շահագրգռված ենք այդ ձեռք բերածը պահելու եւ զարգացնելու ուղղությամբ, բացարձակապես այստեղ ոչ մի երկրորդ կարծիք, նույնիսկ անկեղծ կարծիք լինել չի կարող։ Այն ինչ որ ստացավ Ադրբեջանը, կրկին թվում է թե շատ ձեռնտու եւ շատ կարեւոր է իրենց համար։ Եվ ըստ եմ, եթե երկու երկրները համարում են, որ իրենց ձեռնտու է եւ շահավետ է երկու ձեռք բերված պայմանավորությունները, երկուսն էլ շահագրգռված են լինելու պահել դրանք եւ զարգացնել։
Ներկայացրեց նաև մյուս հարևանների հետ ընթացող աշխատանքները։ Այս պահի դրությամբ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 185 երկրի հետ։ Այս տարի ավելացել են Պակիստանն ու Սողոմոնյան կղզիները։ Ընդդիմությունը կասկածի տակ դրեց Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների դրական ընթացքը։ Ըստ Գառնիկ Դանիելյանի, Ռուսաստանի կողմից բեռնատարների վարորդների նկատմամբ սահմանափակումները Վրաստանում նրանց խնդիրները հակառակն են ապացուցում, բայց նրան շատ ավելի հունից հանեցին նախարարի դրական նորությունները։ Հայաստանի տարածքը անդադ փոքրանում է ձեր թեթև ձեռամբ ու դուք արդեն որ երրորդ նիստը դեժավյու է էլի մոտ այս տարիների ընթացքում իրար շնորհավորելու առիթ եք գտնում էլի ասենք շնորհակալություն էսի լավ է 1991 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության հռչակումից սկսած Հայաստանի Հանրապետության տարածքը նույնն է ես չգիտեմ տարբեր, այսօր գիտեմ, բայց չգիտեմ արժի հիմա նորից ասելու իշխանության օրոք, որը ինչ եղավ բան, բայց հայս չարժի, չէ, հայս ձեռը չի տալիս ձեզ։ Թղթի վրա լրիվ նույնն է, փոխադարձ ճանաչվածության առումով եւ բոլորի կողմից ճանաչվածության գետնի վրա եւ 90-ականների եւ 2020-ի եւ հետո ռազմական գործողությունների հետևանքով մեր սուվերեն տարածքների 200 շուրջ 200 կիլոմետր քառակուսին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Նաև գաղտնիք չի եւ մենք հրապարակային էլի առաջ անգամ չի որ ես ասում եմ մենք ասել ենք որ կան թղթով ճանաչված սահմանների միջազգային սահմանների առումով Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք գտնվում են այսօր մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եվ ուրեմն ինչպես լուծել այս հարցը։ Մեր խորին համոզմամբ ոչ նոր ռազմական գործողությունների ճանապարհով այդ սուվերեն տարածքները ազատագրելու ճանապարհով լինի դա մեր կողմից թե իրենց կողմից մենք ունենք ընկալում պայմանավորվածություն խոսել ենք ասել ենք շատ անգամներ որ այս տարածքների ուրեմն օրինական տերերին մերը մեզ իրենց հա վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա մեկնարկած եւ շարունակվող սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շրջանակներում այդ գործընթացի արդյունքում Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից 90-օրյա սահմանափակումներին, նախարարը հայտնեց, որ այն հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին, եւ այս հարցը քննարկվում է ռուսաստանյան գործընկերների հետ։ Ավելին, այն վերաբերում է ոչ միայն Հայաստան-Ռուսաստան, այլև ԵԱՏՄ մյուս անդամ երկրներին։ Երկրորդ խնդիրն այն է, որ ապօրինի ձգձգումներ են տեղի ունենում։ Այն հեռանկարային չէ, եթե Հայաստանի վրա քաղաքական ազդեցություն ունենալու նպատակով է հայտարարեց Միրզոյանը։ Եթե որևէ երրորդ երկիր մեր բեռնափոխադրումները արհեստականորեն պիտի խոչընդոտի, որպեսզի մենք դառնանք ավելի, չգիտեմ, հակված այս կամ այն կարծիքին կամ ունենանք այս կամ այն վարքագիծը, ապա այս քաղաքականությունը թերևս այդքան էլ հեռանկարային չի, որովհետև մենք շատ ճկուն ենք, մենք շատ հավատարիմ ենք մեր գործող գործընկերություններին, մենք շատ ուզում ենք խորացնենք մեր հարաբերությունները մեր գործընկերների հետ տարբեր ուղղություններով, բայց իհարկե այդ ջանքերը չեն կարող լինել մեր ինքնիշխան իրավունքի հաշվին, լավ ավելի լայն ասեմ, մեր ինքնիշխանության հաշվին այս կամ այն հարցում ունենալ այսինչ կամ այնինչ դիրքորոշում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն ու սերտ չեն եղել, դրա մասին են վկայում քաղաքական երկխոսության բովանդակությունը, փոխադարձ այցելությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները, ներկայացրեց նախարարը խոսելով Եվրոպական միությանն անդամակցությանն ուղղված ջանքերը, կարևորեց ազգային ժողովի ընդունած Եվրամիությանն անդամակցության մեկնարկի մասին օրենքը։ Կառավարության համար կարևոր է մնում նաև եվրասիական տարածաշրջանում ներգրավվածությունը, ավելին տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքների հայտարարումից հետո ավելի են ակտիվացել հարաբերությունները, նշեց արտգործնախարարը։ Կա արդյոք հակասություն թրիփի եւ ԵԱՏՄ մաքսային կանոնակարգերի միջև։ Հետաքրքրվեց Ագնեսա Խամոյանը, մանրամասնելով, երբ Ադրբեջանից բեռը գալու է Հայաստան, պետք է մաքսային վերահսկողության ենթարկվի, սակայն դա չի հակասում ԵԱՏՄ մաքսային կանոնակարգերին, ինչ ռեժիմ է գործելու։ Բոլոր այն պարտավորությունները, որը Հայաստանի Հանրապետությունը ունի ԵԱՏՄ անդամ լինելով, այսինքն այդ բոլոր կարգավորումները, որը նման դեպքերի համար նախատեսված են, այդ կարգավորումները կիրառելի են։ Դրանց շրջանակներում դրանցից անդին ինչա հնարավոր անել անցումը հեշտացնելու, արագացնելու, պակաս ֆիզիկական կոնտակտի, չգիտեմ, բեռները սկաներով բան անելու, ստուգելու կամ չեմ իմանում
ուղևորների դեպքում կլինի կամ մեքենավարների դեպքում բիոմետրիկայով անձի հաստատում եւ այլն, ինչ հնարավոր անել դրանց շրջանակներն ու պարզեցումների համար իհարկե մենք պատրաստ ենք քննարկել եւ անել։ Էկոնոմիկայի նախարարն էլ թվերով հիմնավորեց, որ թե Եվրամիության, թե Եվրասիական տնտեսական միության հետ մեր երկրի հարաբերություններում դրական զարգացումներ կան։ Բարդուի Արզումանյան, Հովանես Քյոսեյան, լուրեր։